Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը ներկայացվել է ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունը 2024-ին իրականացված աշխատանքը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ իրականացվել է 500 բնակավայրի կադաստրային քարտեզների ուղղում, որից 156-ը 2024 թվականին։ Աշխատանքների ավարտը նախատեսված է 2026-ին։ Նախորդ տարի նույնականացվել է 20,000 միավոր գույք, տարվա ընթացքում նախատեսվում է ևս 5,000-ի նույնականացում։ Անցած տարի ազգային գեոպորտալում ներդրվել է աշխարհագրական օբյեկտի համար ինքնաշխատ եղանակով անվանական անձնագրի ձևավորման համակարգը։ 2025 թվականին նախատեսվում է մոտ 10,000 աշխարհագրական անվանումների անձնագրերի կազմում եւ տվյալների թարմացում։ Ստեղծվել է հասցեների միասնական ռեեստր։ Վարչապետ Փաշինյանը ընդգծել է բոլոր ուղղություններով շարունակական դավարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է, որ այդ տվյալները կարող են օգտակար լինել նաեւ ներդրումների միջավայրի բարելավման համար։ Կենտրոնական բանկի խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75%, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.25% է, բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 5.25%։ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին, փետրվարին կազմելով 2.5%, միաժամանակ 12-ամսյա բնականon գնաճը պահպանվել է ցածր մակարդակում, կազմելով 1.5%։ Գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների եւ ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր, իսկ աշխատուժի շուկայի պայմանները խիստ։ Հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կպահպանեն դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները։ Արդյունքում արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։ 2025 թվականի տարեսկզբից Հայաստանում տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակի շուրջ։ Տնտեսական աճին մեծապես նպաստել է շինարարության, ծառայությունների եւ առևտրի ճյուղերի բարձր աճը։ Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, իսկ ընդհանուր պահանջարկի միջավայրը գնաճի տեսանկյունից գնահատվում է չեզոք։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խոսել է Հայաստանի կողմից տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումից եւ այն ճիշտ գործարք է անվանել։ Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխել է $750 միլիոն ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր 7.1% եկամտաբերությամբ։ Նոր եվրապարտատոմսերի արժեքտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%։ Գլխավոր դրամատան ղեկավարն անդրադարձել է նաեւ ռուբլու եւ եվրոյի արժեվորմանը, ըստ Գալստյանի, ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր արագ հանգուցալուծումը, կոնֆլիկտի սառեցումը, հետագայում նաև բանակցությունները դրական են ազդում ռուբլու փոխարժեքի վրա, իսկ դոլարի փոխարժեքի նվազումը եվրոյի նկատմամբ պայմանավորված է ամերիկյան ակտիվների նկատմամբ ունեցած որոշակի տատանողականությամբ, քանի որ շուկայում խաղացողները դեռ չեն հասկանում, թե ինչ է ուզում անել Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը։ Աղքատության ցուցանիշը շարունակում է նվազել, խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նիստում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը։ Աննա Ժամակոչյանի խոսքով 2023 թվականին միջին աղքատության ցուցանիշը կազմել է 23.7%, 22-ի 24.8-ի, իսկ ծայրահեղ աղքատությունը 1.1%, նախորդ տարվա 1.2-ի համեմատ։ Կառավարության թիրախը մինչև 2026 թվականը ծայրահեղ աղքատության վերացումն է, ընդգծել է Ժամակոչյանը։ Այդ նպատակով մենք արդեն իսկ ներդրեցինք, երեկվանից գործարկեցինք անապահովության գնահատման նոր համակարգի պիլոտային ծրագիրը 2 մարզում, Կոտայքում եւ Սյունիքում, եւ նոր համակարգով, նոր բանաձևով կհաշվարկենք, կգնահատենք անապահովությունը եւ կտրամադրենք անապահովության նպաստը, որի արդյունքում մենք վստահ ենք, որ ծայրահեղ աղքատության խնդիրը հաղթահարելու ենք, ինչպես եւ նախանշել ենք մեր կառավարության ծրագրում։ 13 հեկտար կանաչ տարածքների ընդլայնում, հանրային այգիների վերականգնում, 32 կիլոմետր ոռոգման ցանցի կառուցում, 6 մանկապարտեզի շահագործում։ Բացի այդ, քաղաքային իշխանությունը 171 նոր ավտոբուս, 15 տրոլեյբուս է ձեռք բերել։ Երևանի ավականու նիստում ներկայացվել է մայրաքաղաքի զարգացման 2024 թվականի ծրագիրը։ Նախապատրաստվել է 250 նոր էլեկտրաբուսների ձեռքբերման համապարփակ ներդրումային ծրագիրը եւ այժմ գտնվում ենք ֆինանսավորման եւ կառավարության հետ բանակցությունների process-ում, բարելավեն երթևեկության կարգավորման ենթակառուցվածքները ընդհանուր առմամբ։ Մշակված է Սուրմալուի մետրոյի կայարանի տեղ առաջադրանքը, մասնագիտական խմբի կողմից քննարկված հաստատված է։ Առաջիկայում տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն հայտարարելու մրցույթ կլինի։ Երևանի ավականին քննարկելու հաստատել է նաև մայրաքաղաքի նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։ Եկամուտները 116 միլիարդ 715 միլիոն դրամ են կազմել, կատարողականը 103.1%։ Ավականու նիստում ընդունվել է նաև հանրային ձայն խմբակցության առաջարկած նախագիծը, որով անվճար երթևեկելու արտոնություն կստանան երրորդ խմբի զինհաշմանդամություն ունեցողները։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $70.97։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $67.24։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.1%-ով եւ 1 ունցիայի դիմաց հասել $3010։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ նվազել է 1.9%-ով եւ կազմել մեկ հատի համար $82651։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մարտի 18-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 391 դրամ 56 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 428 դրամ 21 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 77 լումա։